Սասնա ծռեր, Բ հատոր, մասն երկրորդ, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Ժպատում, Սասնա տուն, պատմեց Քյավառցի Հակոբ Նրգեյանը, գրի առավ 1926 թվականին Խաչատուր Մնացականյանը։ Սենեքերիմ և Սանասար։ Եգիպտոսի սուլթանը, երբ իմացավ հայերու զավթվելը իրա քաղաք, գրկաբաց ընդունեց և նրանց շինության նյութեր ընծայեց։ Հայերը բնակվեցին այդ քաղաքի մեջ։ Հայերը կծառայեին քրիստոնեության, իսկ ամբողջ քաղաքը հեթանոս էր և կռապաշտ։ Անցան մի քանի տասնյակ տարիներ, որ հայերը բազմացան և առաջադիմեցին թե վաճառականության և թե ուսման մեջ։ Երբ փոփոխություն եղավ սուլթաններուն, մի նոր անօրեն մըիշխան գահ բարձրացավ, հավատքի և ազգության նախանձը սկսեց գրգռել։ Այնուհետև հեթանոսները սառը աչքով կիրիշկեին հայերուն, նման Մովսեսի ժողովրդին փարավոնի կողմից։ Այսպես էր, ամսական մի զույգ հայ տղերքից 10 հոգի մինչև 25 տարեկան կտանեին, իրանց չաստվածներուն զոհ կկտրեին, որպես թե հայերու թիվը նվազե։ Անցան տարիներ, հայերն այդ տառապանքները կքաշեին։ Նրանց միջից դուրս եկավ մի Հովանես անունով իշխան, որ ուներ 4 որդի։ Երկուսին հիշյալ թագավորի հրամանով տարին իրանց չաստվածներուն զոհ կտրեցին, մնացին 2 փոքրերը։ Ապա Հովանես իշխանը մտածեց մի ելք գտներ իրա որդոցը ազատման համար։ Նա լավ տեղեկություն ունի, որ քրիստոնեությունն ամբողջ աշխարհը մտել է և իրանցից դեպի Հայաստանի կողմը ծովի մեջ մի անապատ կա, որի մեջ քրիստոնյա բնակիչներ կան և կկենան։ Սրա համար Հովանեսը գիշերով պատրաստեց մի նավ, իրանց պարենը, իր որդիները և մի նամակ հիշյալ վանքի վանահորը։ Երբ նավը տեղ հասավ, Հովանես իշխանի աղերսագիրը հանձնեցին վանահորը։ Վանահայրը բարի մարդ լինելով, տղերքինը սիրալիր ընդունելություն ցույց տվավ և առավ իրա խնամոց տակ։ Աստվածապաշտության ուսում տվեց, և տղերք այդ ուսման մեջ վանքինը ծառայելով 12 տարի մնացին։ Տղերքի հասակն ու ուսումը միասին հասան, բայց սկզբնաչար սատանանը գործը ծածուկ չթողեց, Եգիպտոսի թագավորին հայտնեցին։ Երբ հայտնեցին, տղերքի հորը կանչեց իրա պալատը և խիստ անարգելով ասաց. «Դու իմ ժողովրդից ես, իմ հողի հացով ես մեծացած, տղա ես մեծացրած և փախցրել ես, տարել ես կղզին, իրանց մոլոր հավատքը կպաշտեն»։ Հիշյալ Հովանես իշխանն իրա երկյուղից ուրացավ իրա տղաներին և ասավ. «2 տղա եմ ունեցած, որ զոհեցիր քու չաստվածներուն այսինչ ժամանակ», ապա հրամայեց թագավորը. «Այստեղ ստորագրի, որ դու տղա չունիս»։ Հովանես իշխանը ստորագրեց ու դուրս գնաց։ Այն ժամանակ Չարի արբանյակ երկրորդ փարավոնը կանչեց իրա Արենարբու անունով զորապետին և պատվեր տվավ. «Եթե չգան տղերքը, այդ վանականները իրանքը բոլորը կխողխողես և վանքի բոլոր քարերն արև կհանես»։ Այդ պատվերը թագավորից ստանալով, զորապետը շուտով մի գումարտակ զորք վերցուց և նավ մտավ։ Նավը ծովի վրա սողալով շուտով դուրս եկավ կղզինը, որտեղ էր հիշյալ վանքը։ Վանականները իրանց աստվածպաշտության ժամանակ էր ոչ մի տեղեկություն չունեին, ապա հիշյալ զորապետը զորքով պատեց վանքը և ինքը իրա ձինը նստեց, ծանրակշիռ գյուրզը ձեռքն առավ, ծանրակշիռ գյուրզը լուսամուտին դիպցուց, փշրելով բոլոր աշութները ներս մտավ։ Վանականները սարսափելով վանքից դուրս թռան։ Ինչ տեսան։ Վանքը պաշարված է զորքով և զորապետը մերկ սուրը ձեռքը ձիու վրա նստած է։ «Եթե չտաք Հովանես իշխանի 2 որդիքը, բոլորիդ կխողխողեմ և վանքը տակն ու վրա կանեմ»։ Այն ժամանակ 2 հարազատներն առաջ եկան և զորապետին գլուխ տվեցին ասելով. «Տեր, քու պահանջած 2 տղերքը մենք ենք և պատրաստ կանք քո
և քո թագավորի հրամանին ուր կկամենաս։ Շատ լավ կլիներ, եթե մեզ պեսները 1000 կորչենք և ոչ թե դու մեր սրբավայրը արատավորեիր։ Համեցեք ուր կկամենաք, մենք պատրաստ ենք։ Վեր առավ 2 տղերքը և վերադարձավ Եգիպտոս։ Երբ նավը եկավ, դուրս եկավ, հիշյալ զորապետը տղերքին իրա քամակն ձգելով պալատը կտաներ։ Այդ րոպեին պատահեց նոցա մեծ Եպարքոսը։ Երբ տեսավ զորապետի քամակի զույգ տղերքը, թե տիպարները և թե վանական տարազները, կանգնեց ասելով զորապետին. «Եթե կարելի է, այդ մեծ պատիվը ինձ ընծայես»։ Զորապետն ասաց. «Ինչ պատիվ»։ «Այդ 2 տղային ներկայացնեմ թագավորին»։ Զորապետը ետ դառավ և Եպարքոսը առաջնորդեց տղերքին, շուտով ներկայացուց թագավորին։ Երբ թագավորը քարպի օձի աչքով զննեց տղերքինը, հրամայեց. «Հովհաննես իշխանինը կանչեք»։ Շուտով Հովհաննես իշխանինը պալատ բերին։ Երբ Հովհաննես իշխանը պալատ մտավ, տեսավ իրա 2 հարազատներուն, որ 12 տարի է չի տեսել, և ինքը ծնող եղնելով հարազատներուն, ինչպես էնի, խնդրեմ ասեք, դիմանալ կարող է։ Միայն խելոք Հովհաննես իշխանը տղերքին հասկացուց աչքերով ու մատներով, որ տղերքը իրան չմատնեն։ Թագավորը հարցրեց. «Հովհաննես իշխան, դոք քո որդիքն են»։ «Ոչ տերիմ, ես ասել եմ և կկրկնեմ, որ ինձ որդիք չունեմ»։ Ետ դառավ տղոց վրա խորամանկ հոգով։ «Որդիք, դուք սորա որդիքն եք»։ «Ոչ, մենք ծնող չենք ունեցել, այլ և երեխա ժամանակից որբ մնացած այդ վանքը, որի միջից ձեր զորապետը մեզ բերեց, կապրեինք և աստվածպաշտության ուսում կառնեինք»։ Ուրեմն Հովհաննես իշխան, դուք ազատ եք։ Հիմա մենք Եպարքոս, մեր զոհաբերության օրերը դեռ չէ, այդ 2 տղերքը դու կտանես, կպաշտպանես դրանց, կուտացնես դրանց խնձոր, խորտիկ և կխմացնես գինի, մինչև ժամանակին ես քեզ կհայտնեմ։ Որքան տղերքու երեսը զվարթ լինի, այնքան մեր մեծ չաստվածները սիրով կընդունեն։ Անցավ օրեր և ժամանակը հասավ։ Թագավորը հրամայեց հիշյալ Եպարքոսին բերել տղերքը։ Երբ տղերքը նորից բերին պալատ, թագավորը հավելցուց հետևյալ խոսքերը ասելով մեծ վեզիրին. «Դու տեղապահ կլինես 3 օր ժամանակով, և ես տղերքինը կտանեմ կռոց տաճարը երկրպագություն կսովրեցում։ Երբ 3 օրը կլրանա, կհրատարակես քուրմերուն, որ ներկայանան տաճարը մեր չաստվածներուն զոհ մատուցենք»։ Թագավորը վեր առավ տղերքին և ուղղակի կռոց տաճարը գնաց։ Երբ ներս մտան, տղերքը աչք դարձուցին դրանց չաստվածները։ Ինչ տեսան։ Հարյուրավոր մարդու կերպարանք, կանացի կերպարանք և իշի կերպարանք։ Ոմանքը ոսկյա, ոմանքը արծաթյա, ոմանքը պղնձյա, զանազան նյութերից և այլն։ Դրանց բոլորի գլուխը Բել անունով չաստված կսեին, որ նախաթշնամինը մեջը կմտներ, քրմապետների և թագավորների հետը կխոսար։ Թագավորը դրա դեմ կանգնելով երկրպագություն արեց չաստծուն և սկսեց հետևյալ խոսքերը. «Բել, Պահ, Աստարոֆթ, Արուշաս, Արտեմիս, Հերակլես և Փարադիդի, ձեր կուշտը հայտնի է, որ ես ձեր համար զոհ եմ բերել այս ներկա 2 մոլոր հավատք պաշտողներ, արդյոք սիրով պետք է ընդունիք, թե ոչ»։ Գոռում ընկավ կռոց տաճարը և պատասխանեցին թագավորին. «Սիրով կընդունինք, երանի թե դոցանից օրական մի զույգ բերեք»։ Այն ժամանակ թագավորը քամակի դարձավ, ասելով տղոց. «Կտեսնեք, որդիք, որ դուք հուժ մոլորված եք, քանի որ մեր չաստվածները մեզ հետ մարդկեղեն բարբառով կխոսին»։ Տղերքի փոքրը, որի անունը Սենեքերիմ էր, պատասխանեց թագավորին ասելով. «Կարող է թագավոր ձեր ասածը լինի»։ Եվ թագավորը տարածվեց գետնի վրա կռոց առաջ, որպես թե տղերքինը երկրպագություն անել սովրեցու։ Երբ թագավորը տարածվեց, փոքր եղբայրը, որի մեջ մի առյուծի սիրտ կհանգչե, շուրջը նկատեց և տեսավ, որ այնտեղ մի թջյակ կանթով գյուրզանման երկաթ էր դրված։
այնպես այդ թուջը վերցուց բերեց իրա մոտիկ։ Երբ թագավորը երկրորդ անգամ կտարածվեր գետնու վրա, դա այն ժամանակ գյուրջը վերցուց եւ ասելով. «Թագավորներու թագավոր եւ տերերու տեր Աստված», դրանով մի հատ թագավորի գլխունը զարնեց։ Թջի ծանրությունը թագավորի գլուխը գետին խրեց եւ թագավորը տեղն ու տեղը իրա դիվագինը փչեց։ Այն ժամանակ հարվածը երկրորդեց փոքր եղբայրը, վեր առավ հիշյալ գյուրջը եւ գնաց կանգնեց մեծ չաստուծո ճակատին, ձայն տվավ, գլող թոթովելով ասաց. «Բել եւ այլ, արժան են մեզպես հավիտյան կենթանի Աստծու ծառայք, ձեզպես սատանա բնակներու դեմ զոհ բերել»։ Այն ժամանակ Սենեքերիմը գյուրզ վերցուց եւ սկսեց փշրել պատկերները, այնպես որ մի հատը կանգուն չթողեց։ Բոլորը աղբանման փշրեց, լցրեց գետին եւ ձեռքի գործիքը բերեց, դրեց մեծ եղբոր առաջ ասելով. «Սանասար, համեցեք, ես իմ սրտի փափագը կատարեցի, հիմա դուն գիտես»։ Սանասարն այլագունված ձեռքը ծունկին խփելով ասաց. «Տո տունդ քանդվի, այս ինչ արեցիր, թագավորը սպանեցիր, դրանց հավատը կործանեցիր, արդյոք մեզ ինչ կանեն»։ Եղբայր, եթե հասակով մեծ չլինեիր, ես կասեի, որ լավ էր Աստված քո տեղ մի անասուն ստեղծեր։ Միթե չգիտես մեզ դրանք ինչ նպատակով էին բերած եւ ինչ պիտի անեին, չէ որ պիտի զոհեին դիվաբնակ կրքերու դեմ։ Հիմա ավելի լավ չեղավ, որ ես իմ վրեժը հանեցի, այսուհետև հանգիստ կմեռնեմ։ Տղերքը մնացին կրոջ տաճարի մեջ մինչև գիշերվա կեսը։ Գիշերվա կեսին փոքր եղբայրը ձայն տվեց. «Սենեսեր, ինչ է, դուս գնանք, գուցե մեր կյանքը ազատենք։ Ախր բազմամարդ քաղաք է, գիշերապահները կպատահինք, ինչպես կլինի։ Դու հույսդ կապիր Աստծուն, նա ինչպես ազատեց Դանիելին, Հովանին եւ 3 մանկանց»։ Ու երկուսը միասին դուրս պրծան սկսեցին քայլել քաղաքի մեջ, որտեղից որ գիշերապահների ձայնը կգար, նրանք մի ուրիշ ուրվագծով կերթային։ Մինչև լուսաբացին բազմամարդ քաղաքի մի տուտից դուրս տվին եւ երեսները թեքին դեպի Արաբիայի երկիրը, փախչելով ու պահվելով, քաղցած, անհանգիստ ու անքուն մի 15 օրվա ընթացքում վերին Հայաստանը գտան։ Այդ ժամանակ Հայաստանը բաժանված էր երկու մասի։ Մի մասը Պարսկաստանի, մյուս մասը Հունաստանի։ Վերջին մասին կթագավորեր մի հայ Մանաջիր անունով իշխան։ Տղերքը օրերից մեկ օր հասան հիշյալ մայրաքաղաքը։ Քաղաքի մի կրաղը մի հայ մարդ պատահեց տղոց եւ տղերքը բարև բռնեցին։ Պատահած մարդը ավելցուց ըսելով. «Աստծու բարին, եկաք տղերք»։ Սենեքերիմը հարցին պատասխանեց. «Որ Աստծու բարին»։ Քաղաքացին սրթողեց. «Միթե 1000 աստվածներ կան, չէ որ մի Աստված կա»։ Ներողություն, հեթանոսներին շատ Աստված կա, օրհնյալ է Աստված, ես էլ ձեր Աստծու ծառան եմ։ Տղերքը քաղաքիցը ներս մտան։ Հայտնի բան է, որ անծանոթի իջևանը կամ խանը պիտի լինի, կամ քյուլխանը, ֆռոն։ Առավոտին լուսաբացին փոքր եղբայրը մեծին ասեց. «Սենեսեր, վեր, մեր նախահոր ստեղծելու ժամանակ Աստված ասաց. եթե չաշխատիս, չուտիս, ով աշխատի, նա ուտի։ Վեր գնանք քաղաքի հրապարակ, մշակներ բռնողներ կլինին, եւ մենք գնանք մշակության, աշխատենք եւ ուտենք»։ Երբ եկան մշակի ասպարեզը, կանգնեցին, հարյուրավոր մարդիկ գործ գտան ու գնացին, երկու եղբայրները մնացին քաղաքի մեջ կանգնած։ Երբ մեծ եղբայրն սկսեց տրտունջ անել, փոքր եղբայրը արգելք հանդիսացավ ասելով. «Եղբայր, մի հուսահատվիր, դու հիշիր կրոծ տաճարի մեջ, որ մեզ ազատեց էն Աստվածը, դարձյալ նույնն է։ Գուցե մի բարի բան կա մեր դեմը գալու, մեզ մշակություն չէ արժանացած։ Այսօր մենք այս քաղաքի մեջ ման կգանք, քաղաքի վարք ու բարքը կտեսնենք, մանավանդ փոխարքայի վարք ու բարքը կտեսնենք, մինչև էգուց Տերը Աստված է։ Բայց տղերքի թե տիպարները, թե տարազները կզանազանեին քաղաքացուց, ով որ տեսներ կկարծեր, թե պալատի զավակներ են։
Տղերքը թող քաղաքի մեջ ման գան, մենք լսողին տանենք փոխարքայի պալատը։ Այդ օրը իշխանը հրամայեց իր վազիրին ասելով. «Եթե կարող ես գտնել մի զույգ խարտյաշ տղերք, որ գործերուց ազատ լինեն, մեր պալատը շատ հարկավոր են։ Մեկը ինձ չիբուխչի պիտի կանգնի, իսկ մյուսը սեղանապետ»։ Վազիրը փոխարքայի հրամանին համաձայն քաղաքի հրապարակը եկավ, իսկույն եւ ետ պատահեց հիշյալ տղերքինը։ Վազիրը մտատանջվելով, երբ տեսավ երկու եղբորը, երանի թե դոքա լինեին ազատ, իսկ որ փոխարքայի ցանկացածն էին։ Րոպե չանցավ, պատահեցին մեկը մյուսին։ Վազիրը բարև տվեց տղոց եւ տղերքը տեսնելով պատվո նշանները հասկացան, որ պալատական է, երկրպագություն արեցին վազիրին եւ դեմը կանգնեցին։ Վազիրն սկսեց առաջարկել իր խոսքերը. «Սիրելի զավակներ, երևի օտար երկրացի եք, բայց ազգով ինչ եք»։ «Այո, տեր վազիր, օտարացի ենք, ազգով հայ եւ կրոնով քրիստոնյա ենք»։ «Ուրեմն դուք ինչ գործով եք պատահել այստեղ, ինչ հրամանքից եք եկած»։ «Տեր վազիր, ոչ մի գործ եւ ոչ մի հրամանք չէ ստիպեր մեզ, այլ եւ երկուքս եղբայր ենք։ Աշխարհները կթափառինք, որ այժմ պատահել ենք ձեզ»։ Ուրեմն սիրելի զավակներ, երևի Աստված ձեզ մեր թագավորի համար է ուղարկել, որ այսօր նա ինձանից պահանջել է ձեզպես երկու տղերք, որ միշտ ու միշտ նորա պալատի մեջը ծառայեք։ Կարելի է։ Գլուխ տվեցին տղերքը երկուսը միասին։ «Այո, տեր վազիր, կարելի է»։ Ընկան վազիրի քամակին եւ ուղակի պալատը գնացին։ Երբ թագավորը տեսավ տղերքինը, զարմանալի ուրախացավ ու խոսել տվեց։ Լսեց Սենեքերիմի մեղրածորան խոսքերը գրական ոճով եւ քաղաքակիրթ լեզվով։ Տղերքը ընդունվեցան։ «Թող պալատի մեջը ծառայեն, մենք չմոռանանք ասելը եւ գնանք Եգիպտոս, թե արդյոք թագավորի դիակը ինչպես եղավ չաստվածների մեջ»։ Երրորդ օրը, որ լրացավ, վազիրը հրավիրեց քրմապետին ու քրմերուն եւ ազդարարեց ժողովրդյան, որ այսօր զոհաբերության օրն է։ Երբ գնացին կռոց տաճար, քրմապետը ներս մտավ։ Ինչ տեսավ։ Թագավորը սատկած տեսավ եւ բոլոր կուռքերը ապականված։ Այն ժամանակ խելոքություն գործ դրեց եւ դուրս եկավ ասելով վազիրին, թե թագավորը կհրամայե, թող ժողովուրդը ցրիվ գա այսօր, էգուց նոր զոհերը կզոհվին։ Երբ ժողովուրդը ցրիվ տվեցին, վերադարձան պալատը։ Թագաժառանգը պատրաստ էր։ Թագավորացրին հոր տեղը եւ հետո իրանց դիակը վերցրին իրանց օրենքի համաձայն։ Արդյոք ինչ անին, ում յախիցը բռնին։ Հովանես իշխանը ստորագրել է, որ իրա տղաները չեն։ Եգիպտոսի հայերը թող մնան իրանց տանջանքի մեջ եւ հեթանոսները մնան իրանց մոլորության մեջ։ Տղերքը այնպիսի սպասավորություն կկատարեին հրեշտակի նման, շուտով հայերու եւ ամբողջ քաղաքի սերը գրավեցին։ Այնպես եղան, որ պալատի մեջ դոցանից առաջ մարդ չկար։ Տղերքի ծառայության օրերը եղավ 7 տարի։ Մի օր իրանց ննջարանի մեջ երեկոյան ժամանակ Սենեքերիմը դարձավ դեպի մեծ եղբայրը հետևյալ խոսքերով. «Սենեսեր եղբայր, հրամայեցեք, սիրելի եղբայր, եթե կարելի է, ես մի առաջարկություն կանեմ։ Լսիր, բարի է թե ոչ։ Հրամայեք, լսում եմ։ Այս բարեսիրտ թագավորի մոտ այս 7 տարի մենք կծառայենք, համ թագավորի, համ Աստուծո, համ ժողովրդի սերն դեպի մեզ է։ Եկող առավոտը թագավորի դեմ մենք մի բողոք բանանք, քանի որ նախարարությունը չի եկել»։ «Հրամայեցեք, եղբայր, ես պատրաստ եմ», ասեց Սենեսերը։ «Ես թագավորին կառաջարկեմ, որ մենք այս 7-րդ տարին է, որ քո դեմը կծառայենք, եթե կարելի է, մեր վարձատրության փոխարեն մեզ մի բնակության տեղ նշանակեք, գնանք այնտեղ հիմնարկություն անենք, մի շենք շինենք, եւ դուք բարեհաճեք այդ մեր նոր շենքը բազմամարդացնել կամ քաղաք կամ գյուղաքաղաք, ձեր ժողովրդից բազմացնենք, մեզ նշանակեք որպես այդ նորաշեն գյուղաքաղաքի իշխող։ Ինչպես բարեսիրտ այգեգործները վայրենի տունկեր կբերին իրանց այգու մեջ եւ կպատվաստին բուն բերքի ծառերու վրա, ժամանակին նոքապտուղներ կտան եւ այգեգործը կվայելի ու կփառավորվի։ Նույնպես էլ
դու մեզ, եղբայր, իմ առաջարկությանն ինչ կասես։ Շատ բարի խորհուրդ է։ Քնեցին եւ առավոտը զարթնեցին, շուտով ներկայացան թագավորին։ Երբ թագավորը հագնվեց, Սենեքերիմը հետ քաշվեց, ձեռքը կրծքին դարսելով երեկոյան իրանց մտածածը թագավորին ասեց։ Թագավորը շատ սիրով ընդունեց եւ կանչել տվավ իրավազիրին։ Ներս մտավ ատենապետը։ Հրամայեց. Գրիչը ձեռքդ բռնիր, ատենապետ, ինչ որ բեռնիցս դուրս կգա, գրիր, լսիր ասացությանս։ Ես մարմնավոր արուզավակ չունեմ։ Ինձ ունեմ 2 հոգևոր զավակներ, որ այս 7 տարի է ինձ կծառայեն, հրեշտակի սպասավորություն կանեն։ Ես դոցա մասինը միշտ կմտածեի, բայց իմ ամենախելոք որդի, հոգեզավակ Սենեքերիմը իմ մտածածը հանք հանեց, այն է ինձանից կբաժանվի։ Գրիր, ատենապետ, գրիր, իմ ունեցած շարժական ու անշարժ ունեցածի կեսը իմ հոգեորդիքին։ Գրեցի տերիմ, գրիր, իմ երկրի մեջ ինչքան գյուղ, քաղաք, ավան ու գյուղաքաղաք կան, ամեն մի քաղաքագլխին գրիր, որ 1000-ից 100 տուն, 100-ից 10 տուն, 10-ից 1 տուն գան բնակվեն Նորաշեն քաղաք։ Գրեցի տերիմ, գրիր, դեպի հարավ արևմուտք, աշխարհը լայնածավալ աշխարհ է եւ արգավանդ, այնտեղ որտեղ իրանց աչքը կբռնի, այնտեղ հիմքը դնին իրանց Նորաշեն քաղաքի, շենքի բոլոր ծաղկը ինձանից եւ ես դորանց ինչպես թագաժառանգ տանիմ դատավոր դնիմ այդ քաղաքի վրա։ Դե վազիր, այս րոպեին կանչիր որմնադիրները, կանչիր բանվորները եւ դեպի մեղրագետի չայը, որտեղ իմ հոգեորդոց աչքը կգտրի, այնտեղ հիմք դրեք Նորաշենի։ Րոպեին վազիրը վեր առավ, որ հազիր էր, բանվորներ եւ դուրս ելավ քաղաքից տղոց հետ, ուղիղ դեպի այն կողմը գնացին, որ է հարավ արևմուտք։ Երբ հասան մեղրագետք ասած չայի կուշտը, միտեղ նկատեցին, որ իսկական քաղաքի տեղ է, քանի որ քամակինը սար, դեմինը տափարակ դաշտ եւ ջուրն ու օդը առողջարար։ Տղերքը հավանեցին, ճարտարապետները չափ ու ձև արեցին պալատին, բանվորներին իրավունք եղավ բրել եւ հողը դուրս տալ։ Անչափ բրեցին, որ հազիվ Թիակովը հողը դուրս կգար։ Օրը մթնացավ, վերադարձան քաղաքը։ Առավոտուն լուսաբացին, անպակաս պատրաստությամբ վեր ելան եւ դեպի իրանց հիմքը գնացին։ Բայց դրանց զարմանքը մեծ եղավ, երբ տեսան մի օր առաջ իրանց հիմքը լցվել էր եւ հավասար էր գետնին։ Մեծ աղբերը կրկին սկսեց տրտունջ անել, Սենեքերիմը շուտով մեջ մտավ ասելով. «Սիրելի եղբայր, քանի տեղ է պատահել դու այդպիսի տրտունջներ ես արել, եւ դարձյալ Աստված մեզ ազատել է։ Գուցե մեր առաջը մի բարի բան կա, որ Աստված մեզ նորան կպատահեցնե։ Վեր եք այս գետի հետը քիչ բարձրանանք»։ Ու մեղրագետք ասված ջրի հետը բավականի բարձրացան, նորից մի զարմանք տեսան։ Ինչ։ Մեղրագետքը բավականին վարար գետ է, եւ մյուս կողմից մի փոքրիկ առվակ, որ կարող է լինել աղբյուրի ջուր, կգա կխառնվի մեղրագետք ջրին այնպես, որ եթե այս կողմը հողաթումբ չլինի, կկտրի սրի պես մեծ գետը եւ կանցնի, նորանը չի համեմատե։ Փոքրիկ եղբայրը այդ հրաշքը տեսնելով կանգնեց եւ ձայնեց մեծ եղբոր. Համեցեք, Սենեսեր, տեսեք փոքրիկ առվակը, որ կճեղքե մեծ գետին, եթե հողաթումբը դեմը չառնե, նա ջրին չի խառնվի, ապա դրական վրա հիմնարկություն անել, մարդ թեկին այդ ջրիցը խմել, նոցանից որպես սերունդ եւ որպես զավակներ դուրս կգա ուժեղ։ Բոլորը համաձայնվեցին, գետը անցան եւ հետևեցին փոքրիկ ջրին։ Բավականին բարձրացան, ջրիակը գտան եւ նկատեցին, որ այդ տեղը հին շինվածքի փլատակներ եւ բեկորներ կերևան։ Սենեքերիմը հրամայեց այստեղ դնել մեր բեռերը եւ սկսել գործը,
որովհետև այստեղ հին շինվածք է եղել։ Հիմքը բրեցին։ Պակասությունն ու ուժը թագավորից, աշխատությունը գործավարներուց, հաջողությունը Աստծանից։ Մի ամիս թե երկու ամիս մի ձեռք թագավորանիստ պալատներ շինեցին մի քանի հատորներից, շպալ, թավան, պոլ, լուսամուտներ, դռներ առան, դուրս ելան, վերադարձան հիշյալ թագավորի մոտ։ Թագավորն ասաց. «Վազիր, ասիր իմ հոգեզավակներուն Նորաշեն քաղաքի անունն ինչ պիտի կանչվի»։ «Տեր արքա, մենք դրա հիմքը դնելու ժամանակ պատահեցինք երկու սյան, մեկը վեր էր դրված, մեկը դրա տակն էր, սուն սան վրա, որ է սասուն։ Դե վազիր, գրիր գրերը քաղաքներուն, գյուղերուն և ավաններուն, որ ամեն տեղից 1000-100, 100-ից 10, 10-ից մեկ տուն վիճակով թող գան, սասուն քաղաքը բնակեն»։ Շուտով կատարվեց թագավորի հրամանը։ Սենեքերիմին կարգեց քաղաքագլուխ, այն է թագաժառանգ, իսկ իրա խոստացած կայքիցը կեսը տվեց նոցա ու ուղարկեց։ Գնացին, սասուն քաղաքը բնակություն գցեցին, նույնպես զանազան քաղաքներուց, գյուղերուց, գյուղաքաղաքներուց եկան և բնակեցին սասուն քաղաքը։ Շուտով 2 տարվա ընթացքում քաղաքը բազմամարդացավ։ Մի օր նորանից հետո խառնիխուռն ժողովրդից պարագլուխները ժողովված էին թագավորի պալատ Սենեքերիմ թագաժառանգի մոտ։ Իրանց մի առարկա բացեցին մի խորհրդի վրա։ Իշխաններից մեկը հերթ խնդրեց նստողներուց. «Տղերք, ես մի ասելիք ունիմ, եթե կկամենաք կառաջարկեմ»։ Նրանք էլ իրավունք տվին, ասեցին. «Համեցեք»։ Իմ ասելս այս է, որ մենք զանազան աշխարհներուց, զանազան քաղաքներուց ժողովել ենք այստեղ, մեր թագաժառանգ Սենեքերիմը, լիահույսը ենք, թագավոր օծվի այս քաղաքի և այս աշխարհի վրա։ Բայց մի պակասություն ունենք, այն է մեր պակասությունը, որ մենք դեռ մի թագուհի մայրիկ չունենք։ Եթե կարելի է, ինձի մի քաղաքակիրթ ուսումնական աղջիկ ունիմ։ Նա զոհ կկտրե Սենեքերիմ թագաժառանգի ոտներու տակ և կտամ նորանը կնության թագուհի, որ շատ ժամանակ թագավորը մեկի վրա բարկանալով կարող է մահացնել և մեզ, որ մի թագուհի մայրիկ ունենանք, շուտով այդ մեղսապարտ մարդու տերը իրան կհասցնի թագուհի մայրիկի մոտը և թագուհի մայրիկը շուտով թագավորի բարկությունը կցածեցնե, իզուր շատ մարդիկ չեն կորչե։ Առաջին խոսողը լռեց։ Նրա կողքի նոստողը սկսեց հետևյալը. «Շատ ուղիղ է, ով իշխան, բայց մենք մի քաղաքացի ենք և ճանապարհը միասին ենք եկել մինչև այստեղ։ Լավ եմ տեսել քո աղջիկը, բայց իմ աղջիկն ավելի ընդունելի է թագուհի լինելու, քան թե քոնը»։ Էս կողմը, որ սկսեց խոսել, ամեն մեկն իրանը կքաշե։ Այն կողմը նստած են մարդիկ, որոնց ցեղության անունը ազնվանց որդիկ կասին։ Դրանց պարագլուխն էր Քեռի Թորոս, գոռաց առյուծի պես, որ բոլորը սարսափեցին. «Ինչ բանի եք, ամեն մեկը ձեր էշը հա առաջ կքշեք, մի հասկացեք քաղաքի անունը, ջրի զորությունը, Սենեքերիմ թագավորի քաջությունը և նորա չափով մի թագուհի լինելու աղջիկ տվեք, որոնցից ազնահուր դուրս գա, որ ազգ կարողանա պաշտպանել։ Դամ, հազարադամ, օղան-դողան, ճնճղու սուլթան, ցռան վեքոն, սուֆրա անկջներ, տափակ ոտներ, գոնցակ բերներ և ձենովոհան, մենք մեզի մի քույր ունինք, որը առաջի օր գնացել է անտառից մի շալակ փետ է բերել, 3 կտոր շենլիկ ծածկել ենք, մյուսը դուրսը դարսած է։ Նա կուտամ Սենեքերիմ թագաժառանգին թագուհի, որ ես լավ գիտեմ, նոցանից մուսուլա մազանդարան դուրս կգա։ Ու եղավ այդպես։ Քաղաքի ժողովուրդը թող իր պակասությունները տեսնի, մենք լսողին տանենք հիշյալ մանաջիր թագավորի կուշտը, որ նա իրա պարտքը կատարեց, կանչելով թագաժառանգին իրա մոտ, թագավոր և իշխան անվանելով երկրի մի մասը հանձնեց նորա իրավունքին և վերադարձրեց սասուն քաղաքը։ Իսկ Սենեքերիմ թագավորը մի աշխարհացի մարդ լինելով ապահովեց իր ժողովրդյանը
և նոցալ լալոտ աչքերի արտասուքները մաքրեց։